երեք հայտարարվեց, որ ուժեղ Հայաստան, Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի վարչապետի թեկնածուն, հենց լինել է Սամվել Կարապետյանը, իրենք սցենար ներկայացրեցին, թե ինչպես, այսինքն են արգելքները, որոնք հանրության հայտնի են, մարդկանց հայտնի են, սահմանադրական արգելքներ, օրենքը, իրենք մտադիր են պատկերացնում են, որ կստանան սահմանադրական մեծամասնություն և խորհրդարանում սահմանադրություն փոխելով Սամվել Կարապետյանը կդառնա Հայաստանի վարչապետը։ Այս սցենարի հետ կապված իշխանության գնահատականն, իշխանության մտքերը, որոնք են, մտքերը շատ պարզ են, Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու և վարչապետ, որովհետև Սամվել Կարապետյանը բացի Հայաստանի քաղաքացի լինելուց նաև հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության և Կիպրոսի քաղաքացի։ Ինչ օրենք, դա սահմանադրությամբ է ամրագրված։ Սահմանադրության հոդված հնարավոր չէ փոխել, եթե վարչապետ նշանակված չէ նախագահի կողմից ընտրություններից հետո։ Գիտեիք։ Դուք ուզում եք ասել, որ իրենք հիմա չեն հայտարարում ով է իրենց իրական։ Ես չգիտեմ ինչ են իրենք հայտարարում։ Իրենք ասում են, որ այդ անցումային փուլը, որ բնականաբար երբ որ Բայց անցումային փուլ նախատեսված չի սահմանադրությամբ։ Առաջին ժամանակ, չէ՞։ Սիրելի գործընկերներ, ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների, այդ թվում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի, ընտրություններից հետո քաղաքական մեծամասնության կազմավորումից հետո անհապաղ նախագահը նշանակում է մեծամասնության ներկայացրած վարչապետի թեկնածուին, որից S1 հաջորդը ըստ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի առաջին նստաշրջանի օրակարգը ֆիքսված է, կա 5 հարց, նախագահի ընտրություն, փոխնախագահների ընտրություն, հանձնաժողովի նախագահների ընտրություն, կառուցվածքի փոփոխություն կառավարության, եթե կառավարությունը դրա համար դիմում է, և կառավարության ծրագրի հաստատում։ Այս հարցերը մինչև չքննարկվեն, որևէ այլ նախագիծ Ազգային ժողովը չի կարող քննարկել։ Բայց որպեսզի այս հարցերը քննարկվեն, պիտի լինի նշանակված վարչապետ։ Հետևաբար Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Դե եթե մենք հիմա քննարկում, եթե մենք հիմա, բայց կլինի նախ մոտ գաք խոսեք, երկրորդն էլ չընդհատեք, էլի։ Եթե մենք հիմա քննարկում ենք այն տարբեր ձևերը, թե ինչպես կարող են տարբեր մարդիկ փորձել իշխանություն բռնազավթել Հայաստանում, դրանք կարող են լինել տարբեր, նայած ում որ ֆանտազիան ինչպիսին կլինի, բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը դա թույլ տա։ Բայց ամեն դեպքում մարդիկ, ովքեր չունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ ովքեր վերջին 4 տարին չեն ունեցել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ ովքեր վերջին 4 տարին չեն բնակվել միայն Հայաստանի Հանրապետությունում, չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու։ Եվ հետեւաբար իրենք նույն հաջողությամբ կարող էին օրինակ Հովհաննես Այվազովսկիին առաջադրել որպես վարչապետի թեկնածու, որովհետեւ նա նույնքան կարող է լինել վարչապետի թեկնածու, որքան ձեր կողմից մատնանշված հարգարժան ռուսաստանցի բիզնեսմենը։ Այլ հարցեր կան։